Բարև հարգելի գործընկերներ, այսօր մեր հյուրերն են տարածաշրջանային հարցերով փորձագետ վերլուծաբան Սարգիս Ասպանյանը, ուտուկահար Սուրեն Ասատրյանը եւ ուտակահար Մանուկ Հարությունյանը։ Մեր բանախոսները վերջերս են եկել Եվրոպայից եւ Եվրոպայում զբաղվում են մի հետաքրքիր գործունեությամբ, որը կարելի է կոչել այսպես ժողովրդական դիվանագիտություն։ Ես պիտի խնդրեմ պարոն Ասպանյանին ներկայացնել իրենց այցելությունը, ինչով են զբաղվել եւ ինչ արդյունքների են իրենց կարծիքով հասել ուրեմն նման գործողություններով եւ հետո կուզենայի մի փոքր խոսել այդ տիպի գործունեության արդյունավետության եւ նպատակահարմարության վերաբերյալ։ Շնորհակալություն։ Բարև ձեզ բոլորին, ողջույն։ Մենք ուղիղ 12 օր գտնվել ենք Եվրոպա, դարբեր քաղաքներ, ուրեմն 5 հոգանոց խումբ են եղել, իբրև բանախոս ես եմ հանդիսացել կոնֆերենսների շարքի, որոնք կոչվում են մեկ թուրք, մեկ քուրդ, մեկ հայ, խոսում են 1915-ի մասին։ Ուրեմն թուրքը ներկայացրել է ձեր բոլորին հայտնի գրող հրապարակախոս Ռագիբ Զարակոլուն, իսկ քուրդը երկար տարիներ քրդական ազատագրական շարժման ռահվիրաներից 17 տարի փանդերում խոշտանգված եւ այսօր վդարանտու գարկավիճակով Բերլինում բնակվող հարկարժան Ռեջեփ Մարաշլը։ Հայը ձեզ ծանոթ է, ես։ Իմ հետ եղել են երաժշտական ուրեմն մի սկանչելի խումբ, երյակ Սուրեն Ասադրյան հայ մեծ դուդուկահարի կողմից ներկայացված Հովհաննես Մարկարյան եւ Վաչե Փաշինյան երյակը եւ նաեւ ուղեկցել է բոլոր համերգներին ջութահար, մանջութահար բոլորի սիրելի Մանուկ Հարությունյանը, ուրեմն երյակի, այսպես ասած, գազմի ղեկավար հանդիսացող Սուրեն Ասադրյանը ներկայ է, դուք իրեն կարող եք ձեր հարցերը տալ, Մանուկ Հարությունյանը եւս։ Ուրեմն որտեղից ծնվեց այս միտքը։ Անցյալ տարի 24 ապրիլ 2015 թվականին, երբ որ մի 25-27 թուրք, քուրդ եւ այլն, հիշում եք այստեղ եւս մամլասուլիս են դվել նրանք, իրար հետ գնացինք ճաշի, ասեցի, լսեք, այս մեր խնդիրը ցեղասպանության ֆրանսացիների հետ կապված չէ, ֆինլանդացիների հետ կապված չէ, ռուսի, անգլիացու, ամերիկացու, բայց ինչքան հասկանում եմ անընդհատ այդ պետություններին է թիմումը, որ ինչու չի ընդունում ցեղասպանությունը, ինչի չի դատապարտվում, ինչու չի փոխհատուցում եւ այլն։ Իրականում բայց ասի մեր ուղղագի, ում հետ որ պետք է առնչվենք եւ խոսենք, դուք եք, թուրքերը, քուրդերը, այսինքն նրանք ովքեր մեր հայրենիքի, մեր բռնազավթված Արևմտյան Հայաստանի եւ Կիլիկիայում այսօր ապրում են, բնակվում են, ճիշտ է, այո։ Ասի ձեր հասարակությունները, ձեր գազագերբությունները Եվրոպայում, դարբեր երկիրներում անընդհատ տեսնում ենք, որ ինչ-որ միջոցառումներ են գազագերբում, ինչու հայոց ցեղասպանության հայկական հարցի շուրջ նախաձեռնությամբ հանդես չեն գալիս, որ 100 տարի է արդեն, չէ, 2015-ն ենք, ձեզնից ցայն չի գա։ Երկուսն էլ թե քուրդը, թե թուրքը, այսպես ասած ներկայացնող այդ համանքի այս երկու հարկարժան անցինք, ասեցին մեզ մի քիչ ժամանակ դուր 6 ամիս ու գլսես մեզնից։ Եվ որտեղ թեկտեմբերի վերջն էր, իրեն կապվեցին իմ հետ, ասեցին որ ուզում են ապրիլ ամսին Եվրոպայում, բայց երբ որ Եվրոպայեն ասում Գերմանիա, Գերմանիայի դաշնությունում եւ գասեմ ինչու Գերմանիա, ուզում ենք այսպիսի կոնֆերենց հանդիպումներ անել եւ մեր հասարակությունը լսի ձեզ ուղղակի հայության եւ կարելի լինի քննարկել հարցերը։ Գերմանիան Չիմացողների համար եմ հայտնում Թուրքիայի շարունակությունն է։ Մոտ 3 միլիոն թուրք, քուրդ, չերքեզ, չեչեն, այսինքն այժմ Թուրքիայի Հանրապետության բնակիչ հանդիսացող եւ քաղաքացի հանդիսացողներից մեծ մասի շարավիղները, բարեկամները եւ այլն, վդարանտի կամ ոչ, ապրում են Գերմանիայում։ Գերմանիան 20-25 տարի հետո ունենալու է երևի մի հոց 20 միլիոնից ավելի բազմություն ունեցող երկիր եւ Եվրոպայում երևի թե միակ երկիրն է դառնալու, որ մենք ուղղակի Թուրքիա ենք գործ ունենալու, այդպես։ Ուրեմն սա հիմա մեր այցելության ժամանակ մենք տեսանք ահագին պատգամավորներ, քաղաքապետներ, քաղաքապետների դեղակալներ, դպրոցի դնորեններ եւ այլն թուրք, զարմացած էինք, այսինքն լինեինք
Դիարբեկիր, Վան, Իստանբուլ թե Բերլին ոչ մի տարբերություն այդ իմաստով։ Եվ քանի որ Գերմանիան ժողովրդավար երկիր է, դեմոկրատիկ երկիր է, որտեղ թուրքը, քուրդը, չերկեզը եւ այլն կարող են արտահայտվել առանց վախի, չէ, առանց բռնարարքներից խուսափելու, որը Թուրքիայում մի քիչ դժվար է, եթե Թուրքիայում անեն այդ նույն բանը իրենց կսպառնա, այդ ինչ հրանտինքին եղավ, ուստի շատ ավելի հանգիստ կարելի էր հետերնին այս հարցը քննարկել։ Ու քանի որ իրենք երբևէ չէին լսել հային, հայ մարդուն փերանից այդ ամբողջը, որ պիտի ներկայացվեր իրանց, սա աննախադեպ երևույթ էր, եւ քանի որ մենք չունենք դիվանագիտական փոխհարաբերություններ Թուրքիա, Հայաստան, կամ հայ-թուրք փոխհարաբերություններում գրեթե ոչինչ չի գա, միշտ ինչու չես իմանում Շվեյցարիան է քիթը գողում, մեջտեղ Ռուսաստանն է քիթը գողում, այսինքն ուրիշ միշտ երրորդ կողմ։ Իսկ ես կողմնագից եմ, որ երրորդ կողմը պիտի բացառվի, մենք ուղղակի թուրքի եւ քուրդի եւ չերկեզի եւ մնացած բոլորը, որ մեր ցեղասպանության մեջ ուղղակի մեղսագից են, հանցագից են, նրանց զավակների հետ պիտի խոսենք, նրանց թորնիկների հետ պիտի խոսենք, ուրեմն լավագույն երկիրը հանդիսանում էր Գերմանիան։ Այսինքն Թուրքիա բիս, Թուրքիայի շարունակականությունը գրող իմաստով։ Բայց ճիշտ այս ընթացքին Հոլանդիան եւս միացավ այս արշավին եւ Հոլանդիայի Ալմելո քաղաքի համայնքից մարդիկ ցանկություն հայտնեցին, որ իրենք եւս ուզում են նման կոնֆերենցով հանդես գալ եւ մեր վերջին կոնֆերենսը եղել է Հոլանդիայում, ուրեմն Ալմելո քաղաքում, որտեղ էլի եղել են թուրքեր, քրդեր, զազաներ, արաբներ եւ չերկեզներ, որտեղ ելույթ են ունեցել, քննարկումներ են եղել եւ այլն։ Հիմա առաջին անգամ հայը, թուրքը, քուրդը նույն հարցի շուրջ արտահայտվել են։ Յուրաքանչյուր ուրեմն կոնֆերանսում մեզ դրվել է 20 րոպե ժամանակ եւ մենք այդ 20 րոպեում ամփոփել ենք մեր ցանկությունը, իղծերը, այդ մեսիջը, որ ուզում ենք փոխանցել այդ ուղերձը հենց թիմացի կողմին։ Ուրեմն միշտ ես թողել եմ, որ թուրքերն ու քրդերը խոսեն, հետո ես խոսեմ, որովհետեւ իրենց ասելիքը իմ համար շատ կարեւոր էր, որբեսի կարողանամ իմ միտքը նաև շարադրել իրենց ասածի հիման վրա, որը ի զարմանս ինձ եղել է իրոք զարմանալի երևույթ, թե թուրք ներկայացնող ՌԱԳՊ, թե քուրդը ներկայացնող Ռեջեփ Մարաշին այդպիսի ելույթներով են հանդես եկել, որ երևի թե ձեզ համար եւս զարմանալի կթվա, հիմա ձեզ գասեմ այդ իրենց ուղերձը հայ ժողովրդին։ Ինչ են ասում թուրքերը եւ քուրդերը։ Նախ սկսեմ դրանից, հետո գասեմ ես ինչ եմ ասել։ Ռագիբ Զարակոլուն ասում է, որբեսի հայությունը, ոչ թե Հայաստանը, ոչ թե հայերը, հայությունը, բովանդակ հայությունը աշխարհում, այսինքն Ֆրանսիայում ապրող հայը, Ամերիկա, Չիլի, Արգենտինա, Լիբանան, այլուր, որևէ տեղ ապրող հայությունը մեզ, թուրքերին եւ քրդերին մարդու դեղ տնի, ասի որ սրանք էլ են մարդ, կարելի է մարդու հետ խոսալ, հա? Այսինքն որբեսի կարողանանք մի սեղանի շուրջ նստել, ասում եմ մենք պիտի երկու քայլ անենք։ Սա Ռագիբ Զարակոլի ասածներ բոլոր կոնֆերանսներում գրկնեց ավելի զարգացնելով միտքը։ Ասում է անի քաղաքը, պատմական անի քաղաքը, դա այժմ Թուրքիայի Հանրապետության ուրեմն վարչական քարտեզի մեջ է գտնվում։ Եվ ամբողջ հայությունը իր երեխաների անունը դնում են աղջիկ երեխաների անունը Անի։ Անին եղել է հայոց մայրաքաղաքներից մեկը։ Անին այսօր հենց Արաքս քեդի ափին Ախուրյան գանգնած հայությունը որպես իր պատմական քաղաքը տեսնի, գալիս է այժմյա Հայաստանի Հանրապետություն, հասնում այդտեղ, անցնում է սահմանը, այսինքն ռուսական սահմանաբահները նկատի ունի։ ՌԱԳՊ-ին ես տարել եմ այդտեղ, դրա համար ինքը ելույթներում հիշադակում էր, ասում էր մենք Հայաստանի մեջ մի սահման անցնելով հասել ենք, որովհետեւ հայը կարողանա իր անին, ճկնաղ անին տեսնի։ Ասում է սրանից ավելի ամոթ բան, ամփարոբան ես չեմ պատկերացնում, որ հայը իրեն պատկանող մայրաքաղաքը հերվիստիդի, հերաշիդագովտիդի։ Ուստի թուրք հասարակության, առաջատեմ մտավորականության, ուրեմն գազագերբությունների բարդքն է Թուրքիայի կառավարությանը, հասցնել հարցը եւ ճնշումներ կատարել, ճնշումներ փանացնել, որբեսի անի մայրաքաղաքը վերադարձվի այժմ Հայաստանի Հանրապետության վարչական տարածք։ Միայն բարև ասելու համար։ Սա ասում է, որբեսի հային մեկնացերքը հայը բռնի։ Հակառակ դեպքում ասում է, հայը մեզ լսում է, բայց չի վստահում, չի հավատում։ Մենք ինչ կանով ենք անգեղծ, ինչ կանով ենք, ուզում այս հարցի լուծումը եւ այլն։ Սա առաջինը։ Ռագիբ Զարակոլի ասածներն է։ Երկրորդը ասում է
Արարատ լերը ես հատուկ եմ բերել, ՌԱԳՊՍ ամենտեղ ցույց էր տալիս այս Արարատը, ասում է բոլորով գիտենք, որ հայ ազգի խորհրդանիշն աշխարհում, երբ ասում են Արարատ, ամիջապես մտաբերում ես հայ, երբ ասում ես հայ, միտքդ գալիս է Մասիսարը։ Ասում է Մասիսարը բռնազավթված է։ Երևանում այդ իր հսկա ուրեմն գեցվածքով հայությունը 24 ժամ տեսնում են, որ այդ սարը, որը իրենց է խորհրդանշում, թուրքի ցերկն է։ Դա Թուրքիայի վարչական քարտեզի վրա է։ Ասում է Արարատ սարի վերադարձը հայության ինձ տվում է Թուրքիա-Հայաստան։ Փոխհարաբերություններին սկիզբ կարող է հանդիսանա եւ դրա համար գրգին գոչում էր ինքը, որ հասարակությունը ակտիվանա եւ ասում էր, որ մենք պիտի մեր ուսերի վրա գրենք այս բարդականությունը թուրքերով, որբեսի հասարակական միտք ձևավորենք եւ ամբողջ ազգապնակչությանը հասցնենք, որ ինչ անին է թուրքական, ինչ Արարատն է թուրքական, երկուսն էլ պետք է անմիջապես ետ վերադարձվի Հայաստանին, այժմի այս պետության, եթե մենք ուզում ենք, որ հայը նստի մեզ հետ մարտավայել խոսի։ Հակառակ դեպքում հայը մեզ երբեք մարդու դեղ չի տնելու եւ չտնելու համար բոլոր իրավունք ունի։ Սա Ռագիբ Զարակոլի ելույթի բանն էր, առանցքն էր, կարելի ասել։ Եվ Ռագիբ Զարակոլուն ասում էր նաեւ, որ ցեղասպանությունը մարդկության թեմ իրագործված հանցագործություն է, անժամանցելի է, ժամանակի մեջ չի դեղավորում եւ ներում չունի։ Ասում էր, ես չեմ եկել հայցել հայերից, որ ներեք մեզ, ինչ ների հայը, ոնց ների։ Գա սրա ներումը, ասում է, ես լինեի հայ կներեի, ոչ, երբեք, ուստի ներման մասին չի պիտի խոսվի, ինչ ներում։ Ասում է, չի պիտի խոսվի նաև հայոց ցեղասպանության իրողության ընդունման մասին։ Ինչը ընդունել, երբ որ ասում ես հիմա արև է ձակել, ինչ ասում է, որովհետև ասել ես արև է ձակել կամ անցրև է գալիս կամ մութ է, ասում է, որովհետև ասել ես այդ ինչ կա, դրա համար մեկը պետք է քեզ ինչ որ հերոսի կարգավիճակ, դա ոչ։ Ասում է ցեղասպանության իրողությունը Թուրքիայի Հանրապետության արդեն 5-րդ սերունդն է ծնվում, հա, հանցածող, քաղաքացին հանցածող որևէ մարդ չի գա, որ չիմանա։ Ասում է, եթե ձեզ ասում են, որ չգիտեն, լրիվ սուտ են ասում, որովհետև ասում է, իրենք հենց նստած են Հայաստանի հողերի վրա։ Եվ Ռագիբ Զարակոլի վերջին միտքը, որ կարող եմ ձեզ փոխանցել, այս երկիրը եղել է հայաբատկան եւ հունաբատկան, ուղիղ մեջտեղից գիսեք ասում են, Թուրքիայի Հանրապետություն գոչվածը, հայոց ցեղասպանության եւ էլենների, հույների վերացմամբ ցեղասպանության ենթարկվելով է, որ Թուրքիայի Հանրապետությունը ստեղծվել է, որի քաղաքացին լինելու ամոթով եմ ապրում ես, այսինքն Ռագիբ Զարակոլին ինքը, եւ ասում է, որովհետև իմ կյանքը վտանգված է Թուրքիայի Հանրապետությունում, մշտապես տեղափոխվել եմ Ստոկհոլմ, Շվեդիա, ինչպես եւ Ռեջեփ Մարաշլն, երկուսս ասում է վտարանտու կարգավիճակով ապրում ենք մեր ծնված եւ մեծացած հողերի ցերով։ Սա Ռագիբ Զարակոլն։ Ուրեմն կանք Ռեջեփ Մարաշլի։ Ռեջեփ Մարաշլն հայրը թուրք է, Էրզուրումցի, Գարին։ Այսինքն պիտի ինքը իրեն թուրք համարի, բայց ինքը իրեն թուրք չի համարում։ Մայրը Բիթլիսցի մոտ կանկավարից հայկական գյուղում ծնված մեծած քրդուհի է։ Ինքը իրեն քուրդ է համարում, այսինքն իր 50%-ը քուրդ է միայն, որովհետև ասում է իմ մեջի այդ ջնշվածը, նսեմացվածը, անդեսվածը, հա, ես դրա գողքին եմ, եւ քանի որ ասում է մամայից լեզուն արգելված է երկրում, քուրդ ինքնությունը արգելված է, հա, քրդերի ամբողջ պատմամշակութային, հա, ներկայությունը այս երկրում խոսքը վերաբերում է Թուրքիայի Հանրապետություն գոչված վարչական տարածքին, ես հա, իբրև մարդկային բարդականություն ինձ քուրդ եմ համարում եւ դրա համար քրդական ազատագրման շարժման եմ մասնակից 1971 թվականից շատ երկար դարներ փանդարկվել եմ, խոշտանգվել եմ եւ այլն, բայց չեմ հրաժարվում իմ, այսպես ասած, ինձ քուրդ անվանելու իմ ինքնությունից։ Սա Ռեջեփ Մարաշլի գեցվածքը։ Ռեջեփ Մարաշլն ինչ է ասում իբրև քուրդի։ Ասում է, երբ քրդական ազատագրական շարժումը, որին ամենաառաջամարտիկներից մեկը ես եմ, միշտ ամաչել եմ, որ մենք ուրիշից զավթած հողը անվանում ենք Քուրդիստան։ Ասում է, ինչ տարբերություն, ով է հայից գողացել, թուրքը թե քուրդը։ Թուրքը ասում է սա իմն է, քուրդը ասում է սա իմն է։ Իրականության մեջ ասում է ինչ թուրքինն է, ինչ քրդին է։ Սա հայինն է։ Եվ ասում է, ես այս իրողությանը հասա երկար տարիներ հետո, երբ որ փանդում էի, ու ասում է, ասից այ մարդ, մամայի սնված գյուղը հայկական։ Ուր են այստեղի բնակիչները, մորթոտվել են, չէ՞, ցեղասպանության են ենթարկվել։ Որտեղ է ամբողջ այս արևմտյան Հայաստանի Գիլիգիայի հայությունը, բայց նրանք դերձորի մահվան ճանապարհին գնացին եւ չկվեցին։ Ասում եմ, մեր բոլոր երկերում քրդական երկերը ինքը նկատի ունի, պատմվում է ամբողջի մասին քրդերենով։
Քրդեր ասում են չունենալով իրենց հերոսները Անտրանիկին, Սերոպին, Գևորգին նվիրված, նրանց ծոմված երգերն են հերոսական երգ երգում քրդերենով։ Ասում է ես երկար դարիներ ուսումնասիրելով հայկական հարցը, ցեղասպանության իրողությունը ինքս 1915 թվականի ցեղասպանությունը եւ հայ ազգային ազատագրական պայքարը վերդարությամբ քիրք եմ գրել, Ռեջեփ Մարաշին քրքի հեղինակ է, անցյալ դարի այստեղ ներկայացրել ենք իր քիրքը իր ներկայությամբ, ասում է եւ այդտեղ ներողություն եմ խնդրել հայերից ու ասել եմ, որ սա Արևմտյան Հայաստան է եւ հայերը լիիրավ դերն են այս երկրի։ Հիմա սա շատ կարեւոր է մեզ համար ինչու։ Ռեջեփ Մարաշին հանրահայտ ազատագրական պայքարի, այսպես ասած, ամենախոշտանկված անձանցից մեկն է։ Եթե Ռեջեփ Մարաշուն նման մի մարդ քրդական շրջանակներում բավականին մեծ համբավ եւ հարկանք ունեցող անձնավորություն այժմ այս թուրք-քուրդ պախումների ժամանակահատվածում բարձրացնում է հայկական իրականության խնդիրը, սա նշանակում է քրդական հասարակական միտքում, որը այսպես ասած ներքին շերտում գա, որ իրենք հայկական հողերի վրա են, որովհետեւ քուրդը որտեղ էլ ծնվի, տեսնում է հայկական մադուր, հայի կողմից կառուցված գամուր, հա, իր քյուղի անունը հայկական է, քրդական չի, հա, եւ որ գնում է սարեր բարձրանում է, այդտեղ տեսնում է մեր քերեզմանները եւ այլն եւ այլն, հա։ Հիմա քուրդը շատ լավ գիտի, որ դա Իրանը չի, այսինքն ծնվում մեծանում է մի միջավայրում, որը այլ մշակույթին, այլ ժողովրդին է պատկանում, որը հայ է։ Հիմա հայություն քոյություն ունի, աշխարհասփյուր 10 միլիոն, ինքը շատ լավ գիտի, որ մարդը Բիթլիսից է, բայց Բուենոս Այրեսում ապրում, մարդը Մուշից է, բայց Ֆրանսիայում ապրում, մարդը Խարպերտից է, բայց ապրում է Լիբանան, մարդը Ադիամանից է, բայց Սիրիայում է ծնվում եւ մեծանում, հա։ Այս ամբողջը քուրդի ինքնագիտակցությանը հասցնար առավել քան կարևոր է քուրդ ազգային կորզիչների, այսպես ասած, հայոց իրողության հետ հաշտվելու արդիվ արերեսվել այս իրավիճակում։ Ինչ կանել հայը դա ասի բարձրաձայնի, քուրդի ասելը, թուրքի ասելը բոլորովին ուրիշ բան է։ Եվ ձեզ կարող եմ ասել, որ թե Ռեջեփ Մարաշլին, թե Ռագիբ Զարաքոլուն Թուրքիայում դպակրվող եւ Թուրքիայից դուրս դպակրվող բազմաթիվ թերթերի սյունագակիրներ են, այսինքն իրենք միտք են ձևավորում, հա, ուղղորդում են մարդկանց, ունեն Facebook-յան էջեր, որտեղ բազմահազար մարդիկ իրենց հետևում են, եւ նաեւ երկուսն էլ ունեն վեբկայքեր, որտեղ անընդհատ տարբեր հոդվածակիրներ հարցի շուրջ հանդես են գալիս։ Ուրեմն շատ ուղղակի Ռեջեփ Մարաշլին ներողություն է խնդրել իր յուրաքանչյուր ելույթում հայ ժողովրդից, հայ ազգից, ասում այս աններելի հանցանքի համար ես իբրև քուրդի ձնգում եւ ձեր բոլոր զոհերի առաջ, խնգելի իշադակի առաջ ներողություն եմ խնդրում։ Ես ներողություն եմ խնդրում նաեւ ասորիներից, որոնց իմ ժողովուրդը մորտվել է։ Ես ներողություն եմ խնդրում եզիդիներից, ես ներողություն եմ խնդրում Պոնտոսի հույներից եւ այլն։ Անընդհատ կրկնում էր այդ բանը եւ ասում էր ամբողջ այդ ներկաներին, որ Փերնեպերան 60 դահլիճներում ասում էր դուք եւս պետք է անեք այդ ինչ ես եմ անում, որովհետեւ սա է մարդ լինելու միակ չափորոշիչը։ Ուրեմն Ռեջեփ Մարաշլը։ Եվ որ հերթացնում էր ինձ գրեթե գրգմվող բոլոր կոնֆերանսներում, բայց քննարկումների ժամանակ հարց ու պատասխաններում փոխվում էր իրավիճակը, ես հանդես եմ եկել մի քանի թեմաներով, որը գտնում եմ, որ ինչու չգիտեմ հայությունը չի ձևավորել այդ բանջը, բայց մեզ համար շատ կարևոր է հայության բանջի ձևավորման ուրեմն թիրքից եմ հանդես եկել։ Առաջինը իրենց ասել են, որ 1915 թվականը ցեղասպանություն չի։ Այդ որ իրենք կարծում են, որ 1915-ն է, դա չի։ 1915-ին մենք հայերս ասում ենք մեծ եղել, եւ դա մեծ եղելն է։ Մեզ ցեղասպանության ենթարկողները, քրդերը, թուրքերը, չերքեզները, չեչենները եւ մնացած բոլոր ազգությունները, հա, 1894-ին են սկսել իրենց սև կոզը եւ ավարտին հասցրել 1923-ին։ Սա շատ կարեւոր է։ Խնդրում եմ ձեզ բոլորին ընդգծել։ Ցեղասպանություն գոչված իրողությունը իմ ազգի անթեփ, մեր ազգի անթեփ կատարված 1894-1923 թվականներն է ներառում։ Այսինքն անընդհատ երբեք չընդհատված մի գործողություն 29 տարի շարունակ մի ամբողջ ժողովրդին, ողջ ժողովրդին այդտեղից արմադախիլ են արել։ Ցեղասպանություն սա է։ Բարեբախտաբար անցյալ տարի ապրիլի 22-23-ին Հայաստանի Հանրապետությունը pedagogical թիրքերից եւ նաեւ Հովանտակ հայության ներկայացական գազմը այս իմ ասածս արձանագրեց, քրանցեց։ Ուստի
մեզ շատ կարևոր է հատկապես զանգվածային լրատվամիջոցների 15 թիվը ցեղասպանություն ոչ թե որակել, այլ ցեղասպանություն որակել 1894-ից 23-ը։ Սա ես անընդհատ գտնել եմ ու սա շատ կարևոր է, ինչու 1894-ից մինչև 15 թվականը քրդերի ներգրավվածությունը եւ այժմ մեր արևմտյան Հայաստանը Քուրդիստան գոչելու հանգամանքը հենց այդ ընթացքում է կատարվում։ Այսինքն այդ Համիդյան, ջոգատները Սուլտան Աբդուլհամիդի հիմնած, որ Իթտիհադը եւս շարունակեց զինել, Զորավար Անտրանիկը դրա մասին քիրք ունի, հայկական փնորանի, հայկական բարձրավանդակի քրդացման ամենակարևոր հանգամանքն է։ Այսօր այդ քուրդը, որ Վանում, Մուշում, Բիթլիսում, Էրզրումում, ասում է սա իմ հողն է, ինձ ցեղասպանության ենթարկելու համար է ասում, բայց դրա հետ չի արարեցվել, դրա համար է էական։ Իսկ 15-ից 23-ը ոչ միայն մեզ, ասորիների, հույների եւ եզիների ցեղասպանությունը, զուգահեռ դարած մի ամբողջականության համար մեզ համար շատ էական է, որովհետեւ մենք այո, ցեղասպանության ենթարկված ժողովուրդ, բայց մեզ ցեղասպանության ենթարկելից ցեղասպանել են նաեւ եզիդիներին, ասորիներին, հույներին, Պոնտոսի ժողովրդին, որը շատ էական է, որոնց թիվը 1 միլիոնից անցնում է, այդ այլ ժողովուրդների մասին է։ Հիմա սա իմ հիմնական մուտքն է եղել։ Երկրորդը թուրքական եւ քրդական մամուլում երկու գա ուրեմն բառ։ Իրենք ասում են Թուրքիա եւ ասում են Քուրդիստան։ Չի գա Արևմտյան Հայաստան, չի գա Գիլիկիա, Ես բազմաթիվ դարներ թրկալեզու հոդվածներ հեղինակող մեկը անընդհատ բնտել եմ, որ ոչ ոք իրավունք չունի Սարգիսին, Մուստաֆա կամ Հասան ասի։ Ասում եմ, դուք ինձ ասում եք Մուստաֆա, ոչ։ Ասում ես Հասան, ոչ, բա իմ անունս Սարգիս է, չի չես ասում Սարգիս։ Արևմտյան Հայաստանը նույնն է, իմ երկիրն է, իմ փնորանն է։ Դու իմ փնորանին կոչում ես Թուրքիա, դու էլ կոչում ես Քուրդիստան։ Ինչ տարբերություն Սուրենին, Մանուկին, Դիկրանին դու ասել ես Հասան, Ալի կամ բան։ Կա տարբերություն, չի կա։ Հիմա սա արդեն հասել է իրենց բանին, իրոք։ Դարիների այդ այսպես ասած համար չանկերի շնորհիվ արդեն քրդական եւ թուրքական մամուլում կարդում ես Բաթը, Էրմենիստան, Արևմտյան Հայաստան։ Այս բաներից հետո ես առավել քան վստահ եմ, որ իրենք շատ ավելի ուշադիր եւ զգոն են լինելու այդ հարցում, որ մեր երկիրը, մեր բռնազավթված ապնորանը գոչեն իր անունով, ինչպես գոչում են իրենց անունով Արևմտյան Հայաստան։ Սա էական բան է։ Երրորդ հանգամանք Թուրքիայի Հանրապետության քաղաքացիության խնդիրը վերստին ուրեմն արձարծվել է, որովհետև 10 միլիոն հայության, գրեթե 8 միլիոնից ավելին 1915 թվականի, այսպես դեպի դերձոր մահվան գնացող մարդկանց, որոնք բոլորը օսմանյան հպատակ էին, ուրեմն նրանց քաղաքացիություն զրկվելու ժամանակահատվածն է։ Օրինակ այստեղ Ֆրանսիայից իմ ընկերս կա, Ալեքսանյանը նստած, նրա բաբը չի հրաժարվել օսմանյան հպատակությունից։ Ոչ ոք Ալեքսանյանի, այսպես ասած, բաբին չի վտարել քաղաքացիությունից։ Այսօր Ալեքսանյանը ինչու չունի այդ քաղաքացիական իրավունքները, ծնված եւ մեծացած լինելով Ֆրանսայում, որը ինչ որ մի հատ Ալի, Հասան, Վելի, ունի ուրիշի հողը զավթած լինելով։ Անհասկանալի է, չէ՞։ Որպես ես անհասկանալի վիճակը վերանա, ուրեմն մենք ավտոմատ երբով ինքնաբերաբար պիտի ստանանք Թուրքիայի Հանրապետության քաղաքացիություն լիիրավ քաղաքացու կարգավիճակով։ Ինչու՞։ Թուրքական եւ քրդական բոլոր այդ համանքները ներկայացնող գազագերբությունները, դա իմ առաջարկն եղել, պետք է ունենան հայ ղեկավար։ Ենթադրենք Մուշում մի հատ քրդական գազագերբություն։ Մուշ, Քուրդերն են հիմնել, քուրդերն են այդ աշխատանքը կատարում, պիտի այդտեղի ղեկավարը հայ լինի։ Ինչու՞։ Որովհետև Մուշը եղել է հայկական եւ սրբել դարել են բոլորին եւ իրենք նստել են հենց այդ հայկական իրողության վրա։ Ուրեմն սա առաջին քայլն է իրենց կողմից, որ հայ ղեկավարի հանդիսանալով այդտեղ հայերի իրենց բնորոշ վերադարձի, այսպես ասած, խորհրդանշական քայլն են անում։ Եվ ասեցի, այստեղ մեծ թիմավորող, ընդունող, շատ այսպես ասած, իրոք բարեաճ վերաբերմունքի արժանացող բոլոր գազագերբությունների ղեկավարները ովքեր են, հարց եմ տալիս իրենց, ասում են թուրքերեն եւ քրդերեն։ Ինչու հայ չի։ Այստեղ հայ չի գա, դա ալիժում մի 50 հատ հայ գա, ասենք 1000 մարդու մեջ։ Ասում եմ, ինչու այդ մարդկանց չեք դնում ղեկավար ծեր գազագերբության մեջ։ Երբևէ չենք մտածել։ Առաջին անգամը մեկը այս մասին մեզ հորդորում։ Ասի խնդրեմ, այս տարվա ծեր համակումար անցկացնելուց անպայման հայ կդեք, Ֆրանկֆուրտ, Բերլին, Քյոլն, Մյունխեն, որտեղ որեք։
Հային ասեք, որ դու պիտի հանդիսանաս մեր ղեկավարը։ Եվ այդ ամբողջ ձեր աշխատանքներում հային պիտի ներգրավվեք, որովհետև հայը միշտ անդեսված է, դուք հային երբևէ չեք տեսնում։ Դուք կարծում եք, որ ձեզնով ես աշխարհի եւ վերջ, որովհետև ձեր բաբերը մորթոդել են մեզ, ձեր թորները մեզ մարդուտեղ չեն տնում։ Սա երբ պիտի սկսի, որ մենք իրար հետ ինչ որ ծևի լեզու գտնենք, այսպիսով։ Սա եղել է երկրորդ բանը։ Երրորդ հարցը, սի բոլոր դեղանունները, որտեղ դուք ծնվել եւ մեծացել եք, դուք հայերենով եք, չէ՞ ասում այդ դեղանունները, այո։ 4 սերունդ նստել եք հայկական հողի վրա եւ դեղաններն ալ հայկական։ Սի հիմա Թուրքիայում օրենք կա։ Ասում են, որ ով գուզի այդ համանքի ներկայացուցիչի, եթե ուզում այդ դեղանքի անունը նախկինում գոչված անունով գոչել, խնդրեմ 500 ստորագրություն հերիքում է, 500 ստորագրություն հավաքեք եւ Բինգյոլի անունը դրեք Փյուրագն, Հարփութի անունը դրեք Խարպերտ, Թունջելի անունը դրեք Դերսիմ, հա, այսպես։ Դիարբեկիր անունը դրեք Դիկրանագերտ, կարող եք անել, կանեք։ Ասի դուք մեր 1.5 միլիոն զոհերին ետ բերել չեք կարող, բայց դուք կարող եք մեր պատմամշակութային արժեքները ետ բերել։ Դուք ասի նույնիսկ անվան թեմ ցեղասպանություն եք կործել։ Սա մշակութային ցեղասպանություն է եւ դուք եք դա արել։ Եթե դուք այսօր ուզում եք արերեսվել ձեր պատմության մեջ, ուրեմն մեր բոլոր դեղանունները պիտի նորից հայկականացվեն, սա ձեր կողմից քայլ է լինելու մեզ հետ հանդիպման ժամանակ։ Իր ինքնությունից զրկվածների խնդիրը իսլամացված բռնի եղել է ամենա բոլոր բաներում, որովհետև դահլիճի կեսից ավելին եղել են իրենք։ Ասում եմ, մենք այստեղ եկել ենք իբրև քուրդ, դահլիճից դուրս են գալիս իբրև հայ։ Առաջին անգամ տեսնում ենք, որ հայ մարդը մեր մասին խոսում է։ Մենք թեղոր թեմոր կողմից հայ ենք, բայց ապրել ենք քրդական ինքնությամբ, ապրել ենք թուրքական ինքնությամբ, ապրել ենք չերքես ինքնությամբ։ Շատ լավ իմանալով, որ մենք չերքես չենք, թուրք չենք, քուրդ չենք։ Հայ ենք, բայց մեզ հետ ոչ ոք հաշվի չի նստում, ոչ ոք ցերկ չի մեկնում մեզ, ոչ ոք մեզ կրգին վերահայացնելու process-ում նեցուկ չի գանում, մենք չգիտենք ինչ անել։ Եվ ասում եմ, մենք միլիոններ ենք, ոչ միայն փուն արևմտյան Հայաստանում, այլ նաև Գերմանիա։ Պատկերացնում եք, մենք դրանից հետո հանդիպել ենք Գերմանիայի հայոց առաջնորդին, Գարեգին arczepiskopos Բեկչյանին, ու այս ամբողջը իրեն փոխանցելով ասել եմ սրբազան այր։ Դու գիտես, այստեղ 100,000-ավոր դավանապող հայ կա, ասում այո, ամեն շաբաթ երեխա են կնքում։ Այսինքն, գա մի զարթոնք, որ արևմտյան Հայաստանից է փուն, բայց որոնց բարեկամությունը, քանի որ շնչում են ժողովրդավարության, հա, բանը Գերմանիա իրենց ինքնությամբ են ապրում։ Նրանցից մեկը ինձ մոտեցավ, ասեց, գիտես, այս ամառ գնացել ենք Ադիաման։ Ադիաման իմ զնթավայրն է, իմ հայրենիքն է, հա։ Ուրեմն ասում այդտեղ մի կնունքի մասնակցեցին, կնունքի լավ լսեք, քրդական գյուղերում, որտեղ ասում է 3000 մարդ կար։ Եվ երեխայի անունը առաջին անգամ ոչ թե Մուստաֆա Հասան Ալի, այլ Արամ էին տնում, Արամ գնկվեց, այս ամառ է դրվեցել։ Ասում է դեսնեիր այդ մարդկանց հրջվանքը, որ 15-ից հետո առաջին անգամ մի երեխա Արամ է գոչվում։ Ասում է նմանատիպ հազարավոր մարդ կա Արևմտյան Հայաստանում, որով ասում է պետք է սպաղվեք։ Ես ամիջապես քննտակը դշեցի թուրքերի եւ քրդերի դաշտի, ինչու սպաղվել ինչ է նշանակում։ Մենք եթե գնում ենք այդ տարածք, մեր փնորանը բռնազավթված, մենք արդեն վտանգում ենք մեր իսկ այդտեղ լինելը, բայց այդտեղի քուրդերը, թուրքերը ինչու չեն անում այս բանը։ Ինչու նրանք պայմանները չեն ստեղծում, հա, մարդկային, համամարտկային, իրենց գողքը ապրող հարևանի իր հայ ինքնության ապրելուն նպաստելու համար։ Սա եւս իրենց պարտականություն է, որը ես անընդհատ փոխանցում էի իրենց։ Եվ վերջին բանը, որ ես առաջարկել եմ։ Ասում եմ, մենք մինչև հիմա ձեր նման մարդկանց հետ հանդիպելիս միայն ուրախանում ենք, որովհետև դուք ճշմարտությունը ընդունող հատվածն եք թուրքերի։ Բայց դուք քանի տոկոս եք կազմում։ 0, 0.2, 1, 4, 5, չգիտենք։ Դուք ինչ կանեք, մենք չգիտենք։ Որբեսի, ասում եմ, մենք կարողանանք ջդերը հաշվենք, այսինքն իմանանք թուրքի, քուրդի, չերքեզի այս տեսակը ինչ կան է, ես ձեզ հորդորում եմ ձեզնից Թուրքիայի Հանրապետության քաղաքացիան ցածող Թուրքիայում ապրող, ոչ թե Գերմանիա, գտնում եք 1915 հատ մարդ, 1915 մարդ, խորհրդանշական։ Եվ այդ 1915 մարդը գոչով թիմում է ամբողջ բովանդակ իրենց հասարակության, ասելով, որ մեր բարդականությունն է հայոց այս պատմական հարցի հետ արերեսվել եւ գնալ մինչեւ վերջ։ Դրա համար ասի 3 քայլ է հարկավոր։ Առաջինը, մեկ ասի դուք մի հատ վեբկայքեջ պիտի ստեղծեք, դուք ինքները, թուրքերը, քուրդերը իրար հետ, հա, դա ձեր խնդիրն է։
Այս վեբկայքեջում դուք պիտի տնեք բոլոր այդ ելույթները, բոլոր այդ հոդվածները, բոլոր այդ ծեր գուսակցությունների, կազմակերպությունների եւ այլն հայկական հարցին առնչվող հատվածները, որ ցանկացած հայ մտնի ու տեսնի, որ 1973 թվականին, հա, Բինգյոլում ինչ որ քուրդ հայկական հարցի մասին էս ասել։ Չգիտեմ, Ռեջեփ Մարաշդին 84-ին թադարանում սա է ասել։ Այսինչը էս ասել։ 3 հատ քրդական գուսակցություն կա, 4 հատ թուրքական, որ հայկական հարցը իրենց ծրագրի մեջ ներգրավել են ու ասում են, որ հայկական հարցը մեր հարցն է եւ լուծման համար մենք պետք է աշխատենք։ Խնդրեմ, դրեք ձեր այդ ծրագրերը, մենք տեսնենք, բազմալեզու դարձրեք։ Եվ ուրիշ բան, դուք ըսի սպասում եք, որ հայությունը թադի դա Թուրքիայի Հանրապետության ցեղասպանության հանցագործության համար ճիշտ է, այո։ Ինչու են հայերը պիտի թադի դան թուրքերին, դուք տվեք։ Ինչ է դուք քյոր եք, թոպալ եք, ագանց չունեք, ոտք չունեք, իրավապան չունեք։ Ըսի ես ինչ կան գիտեմ, թե թուրքերը, թե քրդերը իրավապանական միություններ ունեն։ Ժամանակակից իրավապանների միություն, Անկարա, Իստանբուլ, Դիարբեկիր չէ։ Հիմա ասի մի հատ դոսա եք կազմում, դուք թուրքերով եւ քրդերով, եւ դուք եք Թուրքիայի Հանրապետության թադի դալիս Լահեյ, Դենհակ, որ ցեղասպանություն է իրագործել եւ իբրև վգա հանդես է գալիս, որ ծեր բաբերն են արել այդ բանը։ Ասի սրանից ավել բան աշխարհին պետք է ոչ։ Ոստիսի դա եւս ծեր խնդիրն է, մեր խնդիրը չի։ Մենք ասի 100 տարի հերիք աշխարհին փորձում ենք համոզել, որ մեզ ցեղասպանել են, չի ստացվում։ Հիմա երբ որ դուք կանեք կսկսեք այդ կայլերը, կասեն որ հեյ, թուրքն է ասում դա, քուրդն է ասում, հայը չի ասում։ Այդ ժամանակ ասի մենք կհասկանանք, որ դուք իրոք նեցուկ եք մեզ, սա եղել է իմ ամենա, այսպես ասած, նշածողի վերևում դրած բանը։ Հիմա ամենտեղ այդքան ակտիվ անցել քննարկումները, հատկապես ելույթներուց հետո քննարկումները, որ այդ քննարկման ժամանակի հարց ու փորձեր այդքան կուզենայի հայերենով թարգմանվեր եւ այսպես ասած մեր մամուլին հասու լիներ, երևի ընթացքում գարվի, չգիտեմ ինչքան ժամանակ կբանջվի դրա համար, բայց բոլորը դեսակրվել են պրոֆեսիոնալ, այսպես ասած, լրագրողական հատվածի կողմից բոլոր դեղերում եւ յուրաքանչյուր իմ այսպես ասած կոնֆերանս բաներից հետո մի ժամ ընդմիջում է եղել, այդ մի ժամ ընդմիջումից հետո, որովհետեւ մենք իրենց ցույց տանք, որ մենք ինչ ենք կորցրել, հա, ոչ միայն այսպես ասած ժողովուրդ են կորցրել, հողադարած, այլ մշակույթ են կորցրել։ Ուրեմն Հարկարժան Սուրեն Ասադրյանը, Դուդուկարների խումբը եւ Մանուկ Հարությունյանը համերգներով են հանդես եկել Գոմիդաս Վարդապետին նվիրված նրա հիշադակին, եւ այդ համերգները եղել են շատ ավելին քան մեր ելույթները, այսպես ասած, թուրք, քուրդ, հայ եւ ոգեվորել են այդ ամբողջ տահալիչներին, ինչու։ Այդտեղ 3 բաժինից ուրեմն փաղկացած այդ համերգային ժամանակահատվածում առաջին հատվածը զուտ կոմիդաս շշմելու, երկրորդ հատվածը ուրեմն եղել է այդ երկերը, այդ բոլոր ուրեմն երաժշտությունը, որ թուրքերը եւ քուրդերը կարծում են, որ իրանցն է, բայց իրականում մերն է։ Դա եւ մենք բացատրություն ենք տվել, որովհետեւ ամբողջ տահալիճը եւս ցայնակցել է այդ ամբողջ երաժշտության, որովհետեւ իրենք կարծում են դա թուրքական է, հասկանում եք։ Ասել եմ, ահա ասիկ այս երկերին, որ դուք մասնակցում եք հիմա, դա մերն է, մեզնից կողացված է։ Եվ հիմա արդեն ժամանակն է 2015-ը թողել ենք, 2016 արերեսվեք նաև, որ մենք ինչպես մշակույթ ստեղծող ժողովուրդ ենք։ Իսկ վերջին հատվածը այդ երկերի եղել է հատկապես նրանց ուրեմն ոգևորող եւ նրանց հայկական երաժշտության հետ ծանոթացնելու մի բան, որ Սուրենը Ասադրյան իրոք մեծություն 9-րդ CD եւ բանն է թողարկում Թուրքիայի Հանրապետությունում DVD։ Սուրենը արդեն մոտ 20 տարի է ուրեմն Թուրքիայի Հանրապետության վարչական տարածքում բազմաթիվ համերգներով հանդես եկել հայ դուդուգը, հայկական դուդուգը եւ դուդուգարի ուրեմն բարձանքը կարելի է համարել, որ այսօր Թուրքիայի Հանրապետությունում Սուրենի կատարած աշխատանքի շնորհիվ ամբողջ մի ազգաբնակչություն, որ 77 միլիոն է, շատ լավ իմանում է ինչ է հայը, ով է հայը, ինչ է ներկայացում Իրանից հայկական երաժշտական արվեստը, հատկապես դուդուկը, կորձիկը եւ այլն, եւ նման առաքելությամբ հանդեսող անձին, որոնք Գերմանիայում բավականին լավ էին ճանաչում, տալիջում Սուրենը ավելի շատ մարդեր իրեն ծանոթ գտնում, քան ես այդ տալիջներում, քանի որ իրենք մասնակցել են իր կոնցերտներին, իր CD-ներ ունեն, DVD-ներ ունեն եւ այլ հանրատ անց է ինքը հանրապետությունում,
Ալախ մեր բեդությունում Հայաստանում այդքան չեն ճանաչում Սուրենին Ասադրյան ինչքան այդ երկրում եւ մենք կարողացել ենք փոխանցել այդ մարդկանց որ տեսեք այսպիսի բարձր մշակույթ ներկայացող ուրեմն ազգին դուք վերացրեցիք դու հիմա պատկերացնում եք ինչ անաբադի վրա եք նստած ինքներդ եթե դուք ուզում եք որ վերստին այս բարձր մշակույթ եւ զարգացում այդ ամբողջ տարածքին հաղորդող ազգի հետ խաղությամբ, բարիչելու, ընկերանալու, բարեկամանալու քայլեր պիտի արվի, ուրեմն ձեր վրայի այդ պարտականությունը եւ արդեն թեր այդտեղ ժամանակ Շտուտգարտ, Ժնև, Մյունխեն եւ Ամստերդամ եւ Բրյուսելից հրավեր են ստացել, որ սեպտեմբեր, օկտեմբերից նույն տիպի կոնֆերանսներով եւ երաժշտական համերգներով հանդես կան։ Սա զուտ իրենց թուրքերի եւ քրդերի ուրեմն հատվածով եմ ես ասում։ Ուրեմն այս կանով կարող եմ ամփոփել այդ ինչ տեղի ունեցավ, բայց մենք Բերլինում սկսանք մի հսկա քայլով, այս ամբողջին համար առանց դա ասելու չանցնեմ, դա անպայման նշեք։ Մենք հենց հասել ենք Բերլին, այդքան հոգնած բան, ուրեմն բոլորով թուրքերը, քուրդերը դասավորել էին, որ մեր խումբին դանեն այդ գեդը, որտեղ Սողոմոն Թեյլերյանը սպանել էր Թալատ Փաշային, Հարդենբերգ շտղասի, Ֆրազը շտղասի հետ հատման գեդում, եւ այդտեղ մեր երաժիշտ ընկերները ես ելույթով եմ հանդես եկել թուրքերեն լեզվով YouTube-ում կա, կարող եք մտնել նայել այդ լինքը եւ դվել եմ նաեւ իմ Facebook-յան էջի Նոյան Դավանից կարող եք ստանալ, ուրեմն Սողոմոն Թեյլերյանի այդ արարքի արդիվ ես թուրքերին եւ քրդերին մի շատ կարեւոր ուղերձ եմ ասել եմ նայեք Թուք 1923 թվականից մինչև այսօր Թուրքիայի Հանրապետության մեջ բազմաթիվ ջնշումների բռնարարքների ենթարկվեցին եւ միշտ 68 թվականից հետո հիշում եմ որ սրա վրեժը պիտի լուծենք այսինչ բանը իրենց կողքը չենք թողնելու էս ենք անելու այդ ենք անելու բայց սիցային բարբարո անաբադի ցեզնից ոչինչ չտեսանք իսկ մենք հայերս լինելով բոլորովին այլ ազգության ներկայացուցիչ կարողացանք Նեմեսիս օպերացիոնով, չէ, մեկ տարվա ընթացքում հատկապես ցեղասպանության, որոշումը կատարած եւ այդ որոշումը ծրագիրը գազმած մարդկանց քոնե անհատապես վերացնել եւ ուղարկել պատմության աղբանոցը։ Դե տեսնում եք մենք ինչ կանենք տարբեր ցեզանից։ Եթե դուք կուզեք մեզնից օրինակ վերցրել, խնդրեմ Թուրքիայում ինչ կան ուզես, դες փաշաներ կա։ Սկսեք վերացնել այսքան բան։ Դա եղել է իմ հորդոր ուղերձը, որ իրենք շատ զարմացել են։ Շատ նպատակն է։ Թույլ տանք լրագրողներին հարցեր տալ, եթե կան այդպիսի։ Այո։ Երաժշտության միջոցով հաստորեն նաև ուղերձ ունեի հատուկ, այդ ուղերձի մասին եթե կարելի մանավանդ գտնվում եք մի հաստատության մեջ, որը քաջատարյակ է ձեր արվեստին։ Բայց այնուամենայնիվ կոնֆերանս գումարած երաժշտություն, ձեր աղտիկով դեր հասած էր ասելիքը այն հանրությանը, որը չի ընդունում ցեղասպանությունը եւ այդ պահանջատիական քայլերին։ Նախ շնորհակալություն հարցի համար, այո, տեղ հասավ եւ պարոն Հասմանյանը այնքան եռանդով էր այդ ամեն ինչը մատուցում, որ երաժշտությունը արդեն շատ էր փակում, նստացնում էր պարոն Հասմանյանի խոսքերը, այսօր նման միջոցառումները շատ կարևոր են մեր մարդկության համար, ազգի չասեմ։ Եվ երաժշտությունը այն նյութն է մարդկության համար, որ մի վայրկյան վերում է ճշմարտության մեջ, տվյալ անձնավորությանը եւ ստիպում է, որ ինքը որպես մարդ ճիշտ մտածի։ Եվ բավականին մեծ հաջողությունների հասանք, եւ ես տպավորված եմ Սողոմոն Թեյլերյանի հիշատակին, երբ որ նվագեցինք այն տեղում, որտեղ Թալատ Փաշային սպանել էր։ Ոչ թե նվագեցինք, որ սպանել էր, այլ նվագեցինք, որ այդ մարդու հոգին լուսավորվի նվիրյալ իր ազգին, նվիրյալ մարդկությանը, որպեսզի նման մարդիկ էլ չմտածեն,
ցեղասպանություն գործելու, մարդիկ սպանելու, մարդկանց կյանքեր խլելու, որտեղ նման նվիրյալները միշտ ապրում են, անմահ են նրանք։ Շնորհակալություն։ Նման առիթը իհարկե մեծ պատիվ է, որ լինես արտերկրում։ Իհարկե ես կրկնակի ավելի ճանաչեցի իմ ընկերոջ Սարգիս Հասպանյանի, որտեղ ունենալով Սարգիս Հասպանյան կարող ես վստահորեն ներկայանալ քո բոլոր ճշմարիտ կողմերով։ Դա շատ կարևոր է, ամեն մարդ չի, որ իր ելույթով ինչ-որ մի բան է ասում։ Մարդկա մենակ ամբողջ մի դարաշրջան է ներկայացնում, մարդկա գրում է, բայց ոչինչ չի տալիս։ Այդ նույնն է, որ մենք այնտեղ ներկայացրեցինք կոմիտասյան մշակույթը, որը իր ակունքներով հասնում է մինչև միջնադար։ Ես այնտեղ իմ ելույթները միշտ սկսում եմ 5-րդ դարից, տաղերով եւ այդպես ութաներկերով հասնում կոմիտաս։ Եվ մի քանի ստեղծագործություններ կատարեցի Սայաթներից եւ նաեւ ստեղծագործություններ, որոնք ասենք կոմիտասի ձեռքով քրդական մշակույթներ, ֆոլկլորն էր ներկայացված։ Մենք խմբով կատարեցինք 1-2 ստեղծագործություն եւ կարծում եմ, որ այդ շատ սիրով էին ընդունում։ Դա վերջում արձագանքները հատկապես ինձ հաճելի էր այն պրոֆեսիոնալները, որոնք գալիս են եւ ասենք ես նկեք որոշ ստեղծագործություններ կոմիտասից պարոն Հասպանյանի բանաստեղծական տողերի տակ նվագակցություններ ունեցա Չինարեսը, Գարունը, որոնք շատ գեղեցիկ էին լսվում, իսկապես, այսինքն մենք բազմակողմանի ներկայացրեցինք մեր մշակույթը։ Նաև բացահայտում էր։ Եվ ես այնտեղ հայերի հետ շփման ժամանակ ասում էի, որ առաջինը պետք է ձեր լեզուն պահեք, որ հայ մնաք, երկրորդը մշակույթը, որտեղ մշակույթը դա այն անձնագիրն է, այն փաստաթուղթն է, որով դու կարող ես քո արմատներին կապել քո երեխային։ Դա եթե ընտանիքներ կար, որոնք եղանք, մենք դա նկատեցինք, որ պահպանում է, բայց ոչ բոլորը։ Ցավոք սրտի դա իհարկե համատեղ աշխատանք պետք է արվի, ընդդերի հայության հետ միասին եւ այսպիսի առիթները շատ մեծ արդյունք են տալիս հայի տեսակը պահպանելու, որտեղ բոլոր ազգերը այսօր իրենց փոքրիկ լուման ներկայացնում են մեծ, բայց մեր ամբողջ աշխարհին տված մշակույթը, որի ակունքը ես լիովին համոզվել եմ, որ Հայաստանն է, եւ լեզվի առումով եւ մարդկային տեսակի դա հայից է սկսել ամեն ինչ։ Ես համոզվել եմ բազմաթիվ այդ սեպագիր արձանագրություններ ուսումնասիրելով եւ այլ դրա կարիքի չկա ասելու, իրենք էլ են դա հասկանում, խելացի իհարկե մարդիկ, եւ ես մեծ պատիվ ունեցա, ասում եմ, որ այնտեղ հասկացա, որ մենք ով ենք եւ ինչ ենք եկել այստեղ։ Եկել ենք ճիշտը բարձրաձայնելու, հատկապես այն պատիվ ունեցող Ռեջեփ Մարաշի եւ նման մարդկանց շնորհիվ, որոնք որ իսկապես իրենց կյանքը տվել են ճշմարիտ խոսքը հանելու մեջտեղ։ Եվ շնորհակալություն այն բոլոր կազմակերպիչներին եւ այն մարդկանց, ովքեր հնարավորություն ստեղծեցին, որ մենք մեր մշակույթով նաեւ կարողացանք ներկայանալ աշխարհին, ասելու, որ բարության ճանապարհը մենակ նաեւ մշակույթն է։ Ես կարծում եմ։ Ես տեղեկություններ ունեմ, ասիկա Գերմանիայից երկու գալիս են այստեղ գերմանացիները, որոնք ուզում են ճշմարտությունը բարձրաձայնել, գրողների, երաժիշտների հետ այս հարցազրույցներ ունեցել, որոնք ասում են, որ անգամ Վալուժանի մի բանաստեղծություն է կամ ինչ-որ բանաստեղծական շարք, երբ որ փոքր կամերանային այսպես դահլիճում է եւ ընթերցում են, այդ ինֆորմացիան հասնում է այնտեղ ապրող թուրքերին եւ նրան հիստերիա են բարձրացնում եւ շատ հաճախ անգամ ընթերցումներն են նրանց տապալում։ Այսինքն ինչքան է գործը ունեցել մի հասարակության մի հատվածի հետ, որը առողջ հետադարձություն ունի եւ ուզում է առերեսվել պատմական ճշմարտությանը, այնուամենայնիվ չենք կարող նրան շփվել, որ կա ավելի մեծ չափերի հասնող մի զանգված, որը ընդունակ չէ եւ որի գիտակցական շերտերում դեռևս չկա այդ առողջատողությունը եւ նրանք ինչ-որ հակադարձվում են եւ կարող են անել, տապալել անգամ միջոցառումներ, այն նման մթնոլորտ նման դարձնել չկա այնտեղ։ Ուրեմն օրինակով հանդես կամ Ֆրանկֆուրտ, հա, Ֆրանկֆուրտի օրը ամսու 9-եր, ամսու 10-ին թուրք ֆաշիստները, գորշկայլերը ցույց պիտանեին Ֆրանկֆուրտում, հաջորդ օրը մենք Հոլանդա պետք է լինեինք, ու այդ երեգոն այդքան էր ոգևորել այդտեղի հասարակությանը,
մեր երեկոն ավարտելուց հետո երբ որ մեզի դարին ճաշկերույթով բադվելու որ ճամփու տնեն թեպի Հոլանդիա, ասեց այդքան գազամերգություն է մեզ թիմել, որ ինչու մեզ նախորդ չասեցիք, որ մենք եւս մեր դեղերում անենք նման բան, իսկ ֆրանկֆուրտցիները իրենց ասել են, քանի որ Հայաստանից են գալիս եւ Հացպայան Սարգիսն ալ Թուրքիայի կողմից ռոզիսկի տակ է, ես փնտրվում եմ Թուրքիայի Հանրապետության կողմից, դրանց անձնական անհատական անվտանգությունը առնելու համար խնդիր ունեցել են, թիմել են ոստիկանություն, որ հանգարց մեզ հանդեպ որևէ ոտնձգություն չլինի այդ բոլոր դեղերում, դա Գերմանիայում պետական մագարտակով է արվում, այսինքն իրենք հսկում են էլի այդ ամբողջ անվտանգությունը, ասես դրա համար չուզեցինք, բայց հիմա ասում է վաղը այդ ցույցին ներկայանալիս, այդ հագա ֆաշիստական ցույցին Ֆրանկֆուրտ, որ իրենք այդ ցույցը բիդանեին հենց Ղարաբաղի համար, այդ թուրք ֆաշիստները, հա, ամսուդասին է վերաբերում Ֆրանկֆուրտ, թուրքական այս հատվածը, որ մեզ հրավիրել էր այդտեղը, ընդունել էր, եւ նրանց միջև շատ փիս փախում է տեղի ունեցել եւ սրանք ձեձել են մյուսներին եւ բացրել են, այդտեղ ելույթներ ունեցել, որ դուք եք հայերի դեմ հարձակումը իրակորձողը, դուք եք մեղավորը, դուք եք ցեղասպանը, հերիք չէ իրանցից իրենց հայրենիքը խլեցիք, հիմայալ մի փոքր Ղարաբաղի վրա եք աչք դրել, սա ասողը թուրքն է, քուրդն է, մյուսն հասկացաք, եւ մի ընդհանուր բան կա, ճշմարտություն ասում է, քանակը չի, որակն է կարևոր, որակն է փոխում ամեն ինչ աշխարհում, չէ՞, այդպես է։ Ուստի այս մարդկանց որակը, այս պատմական իրողության ճշմարտության հետ առերեսվելու այս անգեղծ ցանկությունը իմ համար շատ ավելի կարևոր է, քան այդ հոս մի բազմություն, այսպես ասած, հոտ, հա, որոնք ճիշտ է Թուրքիայի Հանրապետության pedagogan, այսպես ասած, դարիներ շարունակ գադարած ռոպագանդի այսպես շնորհիվ կամ պատճառով կարելի ասել որ դե մեղք են այդ մարդիկ, կարծում եմ որ հայը թշնամի է, հայը այս, հայը այդ, բայց շատ է փոխվում։ Իմ ժամանակահատվածի Եվրոպան եւ այսօրվա Եվրոպան, որ ես 25 տարի արդեն ապրում եմ Հայաստանում, սևը սպիտակի տարբերվում էր։ Նման բան այդ թվերին որ ես այդտեղ ապրում, չէի կարող պատկերացնել լինել։ Հիմա գա քիչ առաջ Մանուկի ասելով ես հիշեցի, որ մենք ի տարբերություն մնացած ազգերի յուրաքանչյուր ազգի մշակույթը լեզուն հարկող անձ ենք եւ ես դրանով երևի դա Հայաստանի Հանրապետության այդ ժողովրդական դիվանագիտություն գոչված բանում արեցի մի բան, որը շատ էր պետք մեզ հայերիս, սա էր։ Ուրեմն Բարուժ Սևագի Անդրեի Զանգագադուն, հա, բանաստեղծության խոխանջ եղերնական հատվածը կա, չէ, Կարունա ձյունը արել, գիտեք բոլորդ։ Նա ես թարգմանեցի թուրքերեն, այդտեղ մի շատ մոդիկ ընկեր Բերլին իմ խնդրանքով թարգմանեց քրդերեն, մի այլ ընկեր թարգմանեց զազայերեն, հա, եւ մենք 4 լեզվով եւ հայերեն անշուշտ յուրաքանչյուր համերգում, հա, ես ներկայացրել եմ այդ բանաստեղծությունը, այս տարբեր լեզուներով դահլիճը բայթում էր ճիշտ այդ ժամանակ, երբ որ գարտում ես ամբողջը, որովհետեւ Սևագի դողերում ամեն ինչ այդքան ճիշտ է նկարագրված եւ քրդերենը թարգմանող մարդը շշմելու բան դեղ ունեցավ Բերլին, ասեց որ ինքը միայն 1 տարի առաջ չի իմացել որ իր մայրը հայ է, ինքը իբրև քուրդ ինքնությամբ անտեսելով հայտնի մտավորական քրդերի ուսումնական ձեռնարկները քիրքերը պատրաստող մարդ է այս մարդը, ասեց ես հիմա մինչև անցյալ տարի օգտագործում էի Էվդլա Դրեշ քրդական անունը, այս տարի փոխեցի եւ անունս դարձրեցի Արարատ, ես հայի զավակ եմ, պատկերացնում եք, նման զարթոնք եւ զազաների ոգեվորությունը որ տեսնեիք, հատկապես դերսիմից եկած զազաների, ոնց էին ոգեվորված որ առաջին անգամ մեկը դել հայ իրենց լեզվով բանաստեղծություն է գարտում, դա իրենց բավականին ոգեվորում է, ինչու։ Ես քրդերին հարցնում էի յուրաքանչյուր ելույթում, դուք քանի երկրում եք ապրում, իրենք ասում են Իրան, Իրաք, Սիրիա, Թուրքիա, Հայաստան եւ Վրաստան, 6 երկիր։ Ասում եմ 6 երկրից որևէ դեղ դուք իրավունք ունեք ձեր լեզուն, մշակույթը, պատմությունը զարգացնելու, բացի Հայաստանից ոչ չունեք։ Վրաստանում չի գա, Ադրբեջանում չի գա, Իրանում չի գա, Թուրքիայում չի գա, Իրաքում չի գա, Սիրիայում չի գա։ Պատկերացնում եք, ասում եմ մեր ազգը, իմ ազգը սովետական ժամանակից դեռ սկսած 1922 թվականից, հա, այս խորհրդային ժամանակ։ Շատ լավ իմանալով որ քրդերը անմիջական մեղսագից եւ մասնագից են ցեղասպանության, այստեղ գազմել են քրդերի փառարանը, հայերն են գազմել։ Քրդերի համար ուսումնական ցերնարկ երեխաներին, որ նույնիսկ սարի գլխին արագած ապրող մի քուրդ իր երեխային կարողանա քրդերեն սովորացնի։ Հասադու չեք ունեցել, հայերն են պատրաստել այդ ամբողջը, հայկական ռադիոժամ, եթե չլիներ Հայաստանի հանրային ռադիոն,
Դուք քուրդ կդառնայիք, ասում են ոչ բոլորը։ Ուրեմն ասում եմ, ձեր մեկ կան Հայաստանի Երևանի ռադիոն է, ճիշտ է, ասում են, այո։ Իրենք քուրդ են դարձել մեր շնորհիվ։ Իրենք իրենց երգերը լսել են մեր ռադիոից, հասկանում եք։ Ասում են, ամեն օր յուրաքանչյուր քուրդ ընտանիքում դունը վարակույրը փակել են, վախենալով որ թուրքերը կնկատեն ռադիոն ինչպես պիտի նկատեն, դա քրդին պետք է հարցնել։ Ասում են, լսում էինք կարճալիքով ռադիո Երևան։ Ասում են, այդպես են քուրդ դարձել, այդպես ենք մեր ինքնությունը ճանաչել։ Ասում են, հիմա լսեք, ժողովուրդ։ Մի ազգ, որ այս ամբողջը ձեզ դվել է, Թուրքիան ձեզ գոդորում է, ինչի եմ ասում եք քուրդ չկա, քրդերեն չկա։ Սիրիայում ձեզ շանդեղ չեն տնում, Իրաքում այսպես եւ այլն։ Դուք չեք հասկանում ով է ձեզ ցերկ մեկնել եւ ով է ձեզ բարձրացրել այս բանից։ Ասում եմ դուք ահա մեր ամբողջ այս բանաստեղծությունները բարդավոր եք թարգմանել ձեր լեզուներով, զազայերեն, քրդերեն, թրքերեն եւ ձեր ամբողջ հասարակությանը բանել։ Արդեն 4 թերթ իրենց ապրիլյան համարը, սա մեր Բարուր Սևակի բանաստեղծությունը 4 լեզվով դբելու է, պատկերացնում եք։ Ապրիլի 24-ին հadoop համար են հանում իրենք։ Եվ սա է լինելու իրենց գազում։ Հիմա սա առաջին քայլն է։ Ասում է Տոլինը առաջինը, բայց ոչ վերջինը։ Տեսնում եք, իրենք իրանցից ոգևորված ոտքի ելան սեպտեմբեր-հոկտեմբերին ուզում են գրգին նմանատիպ բաներով հանդես գան արդեն Ավստրիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում եւ այլն։ Մենք եղել ենք երկու երկիր։ Գերմանիա, Բերլին, Համբուրգ, Ֆրանկֆուրտ եւ Հոլանդիա ալմելով քաղաքում։ 4 քաղաք, երկու երկիր։ Մենք եղել ենք երկու, ուրեմն բանում, այստեղ ափշաները կան բոլորը, ձեզ կարելի է բաժանել այստեղ։ Ուրեմն եղել ենք 2 ապրիլին, այդ օրը որ Արցախ հարձակում է սկսվել։ Բերլին 3-ին, Համբուրգ ապրիլ 2-3, հա։ Եվ բանում կա, Նոյանդավանի բանում կա ափշաներում բոլորը թվականները կա։ 9 ապրիլ եղել ենք Ֆրանկֆուրտ, 10 ապրիլ մեր վերջին կոնֆերանսը եղել է Ալմելո, Հոլանդիա, ամսու 12-ին վերադարձել ենք հայրենիք։ Հիմա նմանատիպ գործերն են, որ պիտի զարգացնեն մեզ։ Հիմա իրենք օրինակ ելող շաբաթ գալիս են Հայաստան։ Տարբեր երկրներից մարդիկ գալու են Հայաստան, որ հարցրանան ձեզարանագաբեր ծաղկեվսակ տնեն։ Դա շատ կարևոր է։ 3 կազմակերպություն մինչև հիմա չգազներն են, իրենք էլ են գալիս։ Հա, դուք տեսնելու եք, եկող դարի շատ ավելի մարդ է գալու։ Ինչու եմ ասում ես այս ամբողջ կարևորում։ Եթե մենք չխոսանք այս մարդկանց հետ, նրանց դեպի մարդը այդ ջամփան հարթելուն չօգնենք իրենք պիտի լինեն ճիշտ այդպես, ինչպես որ հանրային ռադիոյի ներկայացուցիչացած, այսինքն այդ իսլամ ֆանատիկ հատվածի այդ գեղձ ռոպագանդի ազդեցության տակ ամեն ինչ պիտի փճացնեն։ Ու քանի որ այս մարդիկ ուղղակի արևմտյան Հայաստանի եւ Ելիգայի հետ շփումներ ունեն, մենք պիտի ունենանք այս մարդկանց իբրև բարեկամ մեր կողքին։ Ահա թե ինչ պարոն Հարությունյան ժողովրդական դիվանագիտությունը ինչին կարող է բերել, եւ ես կարծում եմ, որ 2016, 2017, 18 երևի այս ժամանակահատվածը իրար հետ կանցնենք, կապրենք, դուք տեսնելու եք այդ մարդկանց, այդ որակ հանդիսացող մարդկանց անընդհատ աճը եւ դա մեզ շատ բան է բերելու։ Ես օրինակի համար սպասում եմ, որ այս տարի 2 խոշոր համակումար է լինելու Եվրոպայում, հա, քրդական գազագերբություններն են այդ համակումարների պատրաստողները հայկական հարցի արդիվ բանաձև ընդունեն։ Դա մեզ համար շատ կարևոր է։ 3 գազագերբություն արդեն թադաբարդել են Արցախում տեղի ունեցածը եւ ասել են, որ սա ցեղասպանության դրսևորման շարունակությունն է թուրքերի եւ ազերիների ցերցերքի դված հայ ազգի հանդեպ։ Դրանք անողները թուրքեր են, մեզ նման թուրքեր շատ են պետք, մեզ նման քրդեր շատ են պետք։ Այսօր նրանք են մեր, այսպես ասած, բռնազավթված հայրենիքում բնագիծ հանդիսացողը։ Եթե ես իրեն հասկացնում եմ, որ այդ տունը, որտեղ ինքը ապրում է, Իրանը չէ, իմն է, ինքը իմ անտեպ Բարտկով է մնում։ Ես այդ Բարտկի համար էի գնացել, բոլորին ասեցի, որ դուք մեզ Բարտկի եք եւ սկսեք անդրից մուծվել, եւ դուք կտեսնեք իրենք ոնց են մուծվելու իրենց գործողություններով։ Դեսակրությունները բոլորը ասում եմ թուրքերենով գա, միայն Բերլինն է դեղատրել առաջին հանդիպման բանը դեսակրությունը, քանի որ այս ամբողջը մոտ 3-4 ժամ էր դեվում, այսինքն իրար հետ, հա, յուրաքանչյուր բան։ Երևի 3-4 ժամը տնելու խնդիրը ինչ է չգիտեմ, բայց Բերլինի մարդիկ ասեցին, որ մենք հատվածապար յուրաքանչյուր բանը պիտի մոնտաժենք տնենք։ Ես չեմ իմացել, ես ասում եմ 3-4 օր ենք մենք հասել։
մենք այդքան հոգնած ենք եղել 12 օր շարունակ, իրոք եմ ասում, դες իմ ցայնը սկսված է։ Սուրենը հիվանդացել, ընկերներից մյուսը հիվանդ բարգած էր, դրա համար չեկավ այսօր ինքը։ Իրոք որ շատ ֆիզիկապես հոգնեցուցիչ, բայց փոխանցագությամբ շատ կոացուցիչ օրեր անցկացրեցինք, երանելի օրեր։ Գտնեն YouTube-ը ես իմ այսպես սոցիալական ցանցի էջում գդեղատրեմ, Սուրենը իր էջում, Մանուկ իր էջում, Նոյանդավանը մեզ գոքնի այդ հարցում, դրանց թարգմանությունները պետք է արվեն եւ այլն, որ երևի մինչեւ ապրիլի 24 այս պահին չկա։ Ես չեմ իմանում գա թե չկա, որովհետեւ ինտերնետ չեմ մտել։ Ես խնդրում եմ, եթե կա տվեք մեզ, որպեսզի ներեջից լինկը վերցնենք։ Անմայն։ Հասկանում։ Դե իմ։ Գոնե երաժշտական մասից Այդ արագ արվել չարվելը իմացիր որ դիմացին Թուրքիա, հայ չի։ Հազին իրենք մինչև դեղից շարժում են մի քիչ ժամանակ։ տեսակցություն դուք չունեք։ Մենք չունենք տեսակցություն երևի մեր դղաները իրենց հեռախոսներով եթե ինչ որ բարեկամին դված են, էլի չգիտեմ, ես չունեմ։ Իրանք բոլորը գցել են Facebook Մանուկ, եթե ունես դու մարդկանց թող դնեն, ես չունեմ։ Շնորհակալություն։